Ժամանակակից համարյա բոլոր ավտոմեքենաները սարքավորված են կլիմայական կարգավորման համակարգերով կամ ինչպես ընդունված է անվանել կոնդիցիոներներով, որոնք կոչված են հատկապես այսպիսի շոկ պայմաններում ապահովել անհրաժեշտ զովություն եւ հարմարավետություն մեքենաների սալոններում։ Սակայն ավտոմոբիլային այս հիանալի սարքավորումը մեր իրականությունում շատ քչերն են օգտագործում։ Բավական է մի փոքր ուշադիր հետևել երթևեկությանը, որպեսզի պարզ լինի, որ վարորդների գերակշիռ մեծամասնությունը, չնայած մեքենայում առկա այդ համակարգի, երթևեկում է առանց կոնդիցիոների, բաց պատուհաններով։ Դրա պատճառները բազմաթիվ են, առողջական խնդիրներից մինչև նախապաշարմունքներ։ Ընդունված է, որ աշխատող կոնդիցիոները ավելացնում է վառելիքի ծախսը, որն իհարկե այդպես է, սակայն արդյոք պրակտիկ վարման պայմաններում այդ գերածախսն այնքան է, որպեսզի տնտեսման նպատակով այդ օգտակար սարքավորումը չօգտագործվի։ Առաջարկում եմ այսօր միասին մի էքսպերիմենտ իրականացնել եւ տեսնել, թե որքանով է ազդում կոնդիցիոների աշխատանքը մեքենայի վառելիքի ծախսի վրա։ Սիրելի բարեկամներ, որպեսզի մեր էքսպերիմենտը լիարժեք օբյեկտիվ լինի, մենք հիմա կզրոյացնենք ցուցիչները, անջատել ենք մեր կոնդիցիոները, ես արդեն շոկից ուղղակի խեղդվում եմ, հիմա կիչացնենք պատուհանները եւ կշարժվենք առաջ։ Ուրեմն միասին գնում ենք էջմիածին եւ հետ ենք գալիս այստեղ Շանթ հեռուստաընկերության դիմաց։ Զրոյացնենք եւ գնացինք առաջ։ Պետք է ասեմ, որ ես ինչ կամերաները տեղադրում էի, հասցրեցի արդեն կրկնեմ, բայց ոչինչ, էքսպերիմենտի օբյեկտիվության համար կարելի է նաև այսպիսի զողողությունների գնալ։ Մենք հիմա Կիևյան փողոցի վրա շրջադարձ կկատարենք և կգնանք դեպի Էջմիածին։ Այս պահին ուրեմն 41 աստիճան է ցույց տալիս մեքենայի ջերմաչափը, ժամը 5-ին 15 է պակաս, աշխատանքային օր եւ մենք ձեզ հետ միասին հիմա շարժվենք Էջմիածին եւ հասկանանք առանց կոնդիցիոներ աշխատելու մեքենան ավելի շատ է բենզին ծախսում, թե չէ։ Այնուհետև այս նույն բանը մենք իրականացնենք աշխատող կոնդիցիոներով եւ կչափենք, թե քանի կիլոմետր ճանապարհ գնացինք եւ որքան բենզին ծախսեցինք այդ երկու ճանապարհորդությունների ընթացքում։ Մեր ճանապարհն անցնում է ոչ խիտ քաղաքային երթևեկության պայմաններում։ Կիևյան փողոցով շարժվում ենք մարզահամերգային համալիրի կողքով, նորակառույց Մոնթե Մելքոնյանի պողոտայով դեպի Ծովակա Լիսակովի պողոտա, որտեղից էլ ճանապարհը մեզ ուղիղ կհասցնի Էջմիածին։ Շարժվում ենք երթևեկության կանոններով, այս հատվածում թույլատրված է 80 կմ/ժ արագություն, դա նշանակում է, որ մենք կարող ենք մինչև 90 կմ/ժ արագությունով երթևեկել։ Այժմ իմ արագությունը կազմում է 7 կմ/ժ, հավականաչափ երթևեկությունը խիտ է այս հատվածում եւ դժվարությամբ ուրեմն կարողանում ենք անցնել շարքերի միջով եւ արագությունն էլ այնքան էլ մեծ չէ, ամենը 76 կմ/ժ։ Մեր ճանապարհի մի քանի կետերում մենք կստուգենք վառելիքի ծախսը։ Անցանք Պարաքարավանը եւ անցել ենք 13 կիլոմետր ճանապարհ, մեջքս ամբողջովին ջուր է, ճիշտ պետք է ասեմ։ Իսկ մենք ուրեմն ծախսում ենք 100 կիլոմետրին 8.4 լիտր վառելիք։ Մեր միջին արագությունը կազմել է 54 կմ/ժ։ Էջմիածնի կենտրոնական հրապարակում ենք, հիմա
շրջադարձ կկատարենք եւ պետք է վերադառնանք Երևան։ Հիշեցնեմ, որ մենք այժմ երթևեկում ենք կոնդիցիոները անջատած վիճակում, բաց պատուհաններով եւ քրտնած մեջքով։ Այժմ վերադառնանք Երևան եւ ընթացքում էլ նայենք տվյալներին, որոնք փոքր-ինչ փոխվել են կապված խաչմերուկներում կանգառների հետ։ Այժմ ասեմ, որ 22 կիլոմետր ճանապարհ ենք անցել, ծախսել ենք 8.8 լիտր վառելիք 100 կիլոմետրի համար, միջին արագությունը դարձել է 49 կմ/ժ։ Պետք է ասել, որ Էջմիածինը փոքր-ինչ ավելի ցածր է գտնվում Երևանից եւ մենք այս հետ գնալու ճանապարհին պետք է շատ թեթև, բայց բարձր հաղթահարենք, այնպես որ մեր ծախսած բենզինի քանակը պետք է որ ավելանա։ Հերթական ստուգողական կետը Երևանի մուտքի խաչմերուկն է։ Այս պահին անցել ենք 34 կիլոմետր ճանապարհ, 8.5 լիտր վառելիք 100 կիլոմետրին եւ 54 կմ/ժ մեր միջին արագությունն է։ Հետդարձի ճանապարհը նույնպես առանց խնդիրների հաղթահարում ենք, սակայն բավականաչափ քրտնած։ Բարեկամներ, մենք կատարեցինք մեր ուղևորությունը դեպի Էջմիածին եւ ետ։ Հիմա կարող ենք միացնել նաեւ մեր ցուցանիշները։ Ուրեմն իրար հետ կատարեցինք 42 կիլոմետրի վազք, ծախսեցինք 100 կիլոմետրին 9.4 լիտր վառելիք եւ մեր միջին արագությունը կազմում է 53 կմ/ժ։ Սիրելի բարեկամներ, մենք կատարեցինք մեր առաջին ուղևորությունը անջատված կոնդիցիոներով եւ բաց պատուհաններով։ Պետք է ասեմ, որ ճանապարհորդությունը ինձ համար այնքան էլ հարմարավետ չանցավ, քանի որ չնայած դրսից քամեր փչում, բայց այդ քամին շատ տաք էր եւ ուղղակի քրտնում էի եւ ինձ այնքան էլ հարմար չէի զգում։ Այդ ընթացքում դուք տեսաք, թե մենք որքան վառելիք ծախսեցինք, այժմ հիմա նույն ճանապարհորդությունը կկատարենք արդեն աշխատող կոնդիցիոներով եւ ուրեմն փակ ապակիներով ավելի հարմարավետ իրավիճակում։ Դարձյալ զրոյացրեցինք մեքենայի ցուցմունքները եւ այժմ ուրեմն ֆիքսենք հեռախոսի կամերան դիմապակում եւ շարժվենք առաջ։ Հիմա տեսնենք, թե որքան վառելիք կծախսենք այս ընթացքում աշխատող կոնդիցիոներով։ Պետք է ասել, որ կոնդիցիոները աշխատելով որոշակի էներգիա է տանում շարժիչից, իսկ շարժիչը այդ էներգիան փոխանցելու համար բնականաբար պետք է հավելյալ աշխատի, այսինքն հավելյալ բենզին ծախսի։ Երկրորդ ուղևորությունը դեպի Էջմիածին դարձյալ անցնում է ինտենսիվ երթևեկության ժամանակ, սակայն ավելի հարմարավետ պայմաններում, քանի որ թե սալոնի զովությունը, թե քամուձայնը բացակայում են։ Իսկ ինչպիսին է վառելիքի ծախսը։ Մոտենում ենք օդանավակայանի խաչմերուկին, կանգ ենք առել խաչմերուկում, անցել ենք 11 կիլոմետր ճանապարհ, մեր վառելիքի ծախսը կազմել է 8.5 լիտր։ Ըստ էության բենզինի ծախսը համարյա նույնն է, թերևս մի 100 գրամով ավելի, որը սակայն ընթացքում կարծում եմ կավելանա, կապված նաև ավելի շատ կանգառների հետ։ Մոտենում ենք Էջմիածնի կենտրոնական հրապարակին եւ հենց այստեղ էլ կնայենք մեր ջանկյալ թվերը։ Անցել ենք 21 կիլոմետր ճանապարհ, 8.7 լիտր վառելիք ենք ծախսել 100 կիլոմետր ճանապարհին եւ Վերմիջին արագությունը կազմել է 57 կմ/ժ։ Ջերմաստիճանը 0-ից բարձր 39.5։ Հետադարձ ճանապարհն անցնում ենք նույնությամբ,
չափելով վառելիքի ծախսը ստուգողական կետերին, սակայն քաղաքին մոտենալիս զգացվում է ավելի ինտենսիվ երթևեկություն, որը փոքր-ինչ խաթարում է մեր էքսպերիմենտի անաչառությունը։ Այժմ փոքր-ինչ ավելի խիտ երթևեկություն է, մի ժամ է համարյա 6-20 րոպե է եւ մեր էքսպերիմենտը մի փոքր կարող է ոչ այնքան օբյեկտիվ լինել կապված երթևեկության խտության հետ։ Հիմա մենք գտնվում ենք Իսակովի պողոտայի վրա եւ նախորդ երթի ժամանակ անհամեմատ շատ ավելի մեքենա կա այստեղ եւ մենք այժմ հիմա գտնվում ենք խցանման մեջ դեռ չհասած ամերիկյան դեսպանատուն։ Մինչդեռ նախորդ անգամ մենք շատ հանգիստ անցանք այս հատվածը առանց լուսացույցի տակ կանգ առնելու, այնպես որ հավանաբար պետք է որոշ շտկումներ կատարել մեր վերջնական ցուցանիշների առումով։ Մոնտե Մելքոնյանի նորակառույց եւ արագընթաց պողոտան անցնում ենք առանց կանգառի, սակայն կամուրջի տակ համալիրի դիմաց դարձյալ հանդիպում խցանման։ Այստեղ արդեն շատ ավելի մեծ խցանում է։ Այս պահին մենք անցել ենք 41 կիլոմետր ճանապարհ եւ մեր բենզինի ծախսը կազմում է 9.6 լիտր 100 կիլոմետրին։ Բայց մենք գտնվում ենք այժմ խցանման մեջ, ուստի մեր այս փորձնական երկու երթը պետք է որոշակիորեն ուրեմն ուղումներ կատարել։ Անցնելով այս խցանումն ու Կիևյան կամուրջը դարձյալ հանդիպում ենք խցանման Կիևյան փողոցի սկզբնամասում։ Մի քանի 100 մետր եւ մենք հասնում ենք Ելման կետ, Շանթ հեռուստաընկերության շենքի առջև։ Ասելի բարեկամներ, մենք դարձյալ հասանք մեր ելակետը եւ հիմա ձեզ հետ միասին նայենք մեր ցուցանիշները։ 10.1 լիտր 100 կիլոմետրին, անցանք 42 կիլոմետր ճանապարհ եւ մեր միջին արագությունը կազմում է 50 կիլոմետր/ժամ։ Ջերմաստիճանը 36.5 է արդեն։ Վերջում մեր էքսպերիմենտը փոքրինչ ուրեմն շեղվեց իր բնականon ընթացքից կապված հիմնականում խցանումների հետ։ Դերս մենք որոշակի շտկումներ կատարենք այս խցանումները հանելով եւ ի վերջո կստանանք հավանաբար այսպիսի մի արդյունք առանց կոնդիցիոների վարման ընթացքում ատոնները բաց վիճակով մենք ծախսեցինք 9.4 լիտր վառելիք 100 կիլոմետր ճանապարհ անցնելու համար, իսկ կոնդիցիոներով վարման ժամանակ այդ նույն ճանապարհին մենք ծախսեցինք 10.1, բայց հաշվի առնելով խցանումները կարծում եմ, որ ավելի ճիշտ կլինի 9.7 լիտր վառելիք ցուցանիշը, որը ըստ էության համարյա թե չի տարբերվում առանց կոնդիցիոների վարման ցուցանիշից։ Այստեղ իհարկե իր խոսքն է ասում մեքենայի աերոդինամիկան, բացված պատուհաններով մեքենան աերոդինամիկ տեսակետից շատ ավելի վատ ցուցանիշներ է գրանցում, քան ապակիները փակ իրավիճակում։ Այդ պատճառով էլ արագության ընթացքում ուրեմն այն տնտեսումը, որը որ կատարվում է կոնդիցիոները անջատած վիճակում, ուրեմն դա հոդս է ցնտում աերոդինամիկ փոփոխությունների հետևանքով։ Որպեսզի կարողանանք ի վերջո պատասխանել այն հարցին, թե ինչպես վարել մեքենան կոնդիցիոներով, թե առանց կոնդիցիոների, ապա սա իհարկե անձնական որոշելի խնդիր է։ Ամենայն դեպս ես ինքս վարում եմ կոնդիցիոները միացած վիճակով եւ ինձ համար շատ ավելի կարեւոր է հարմարավետությունը ղեկին, քան ինչ որ գրամների տնտեսումը 100 կիլոմետրին։ Մենք ձեզ հետ միասին տեսանք, որ այդ տնտեսումը կազմում է ընդամենը 300-400 գրամ 100 կիլոմետրին, որը ըստ էության այնքան էլ մեծ թիվ չէ։ Սակայն այստեղ մեկ այլ խնդիր կա, որքան մեքենայի շարժիչը հզոր է, այնքան ավելի քիչ ազդեցություն է ունենում կոնդիցիոների աշխատանքը, այնքան ավելի քիչ էներգիա է ծախսվում մեքենայի սալոնը սառեցնելու համար, որքան մեքենայի շարժիչը թույլ է, այնքան նա ավելի շատ վառելիք պետք է օգտագործի, որպեսզի սալոնը կարողանա հարմարավետ ջերմաստիճանի բերի։ Այնպես որ
Սա անձնական որոշելի խնդիր է, մենք որևէ մեկին որևէ բան չենք պարտադրում, ուղղակի արձանագրում ենք այս փաստը։ Վերջում թերևս կարելի է հանգել այն եզրակացության, որ որքան մեքենան դանդաղ է ընթանում, այնքան աերոդինամիկայի դերը նվազում է եւ աշխատող կոնդիցիոներն ավելի շատ է վառելիք ծախսում։ Սակայն բարձր արագությունների ժամանակ այդ տարբերությունը զրոյանում է եւ բաց պատուհաններով, սակայն խաթարված աերոդինամիկայով մեքենան ավելի շատ վառելիք է ծախսում, քան աշխատող կոնդիցիոներով մեքենան։